Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ծննդյան 65-ամյակի առթիվ հաճելի անակնկալ է մատուցում ԽՍՀՄ հնգակի ու աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբ Կոխյանին։ Գագիկ Ծառուկյանի անունից լեգենդար մարզիկը պարգևատրվում է Վարազդատ Արշակունի մեդալով։ Ամբողջ այս մարզական աշխարհը նույնպես շնորհավորում է Իսրայել Հակոբ Կոխյանի 65-ամյակը եւ ինձ խնդրել է մեր օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ հայ առաջի օլիմպիական չեմպիոն Վարազդատ թագավորի մեդալը այսօր ազնեմ Իսրայել Հակոբ Կոխյանին։ Այս գեղեցիկ միսիան ես ուզում եմ կատարել Իսրայել ջան։ Մի ժամանակ ես իմ մեդալները նվաճում էի ու չեմ պատկերացրել, որ կգա մի ժամանակ, որ ինձ կպարգևատրեն, այդ համ պարտավորեցնում է ինձ, որ ես ավելի եռանդով աշխատեմ։ Կաշվե ձեռնոցի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկին տարիները չեն փոխել։ Նա էմոցիոնալ է, բռնցքամարտին անմնացորդ նվիրված։ Իր փորձը շարունակում է փոխանցել սերունդներին, գործը սիրով է անում, բայց խոստովանում է, ռինգում ավելի հեշտ էր։ Հիմա հասկանում եմ, որ մարզչի գործը ավելի դաժան է, քան թե մարզիկին է, որովհետև մարզիկը ինքն է ու ինքը տիրապետում է ինքը իրան։ Մարզիչը համ կողքից պետք է օգնի, համ էլ նույն ապրումները, ինչ որ բռնցքամարտիկն ապրում, հետն էլ ապրում է։ Ցանկանում եմ, որ մարզությունս շարունակեմ, քանի տարեկան էլ լինեմ, որ գոնե այն արդյունքներին, որ ես հասել եմ, իմ սաները կամ մեր Հայաստանի բռնցքամարտիկները հասնեն ու օլիմպիական մեդալն էլ հետները, որ ինձանից առաջ լինեն։ Հակոբ Կոխյանը Իսրայելը դա լեգենդ է, ոչ թե միայն Հայաստանի, այլ սովետական եւ համաշխարհային բռնցքամարտում անցեկացրել բավականին շատ չափով մրցումներ 336 մարդ, հələ պատկերացրեք դա ինչ է, դա մի կյանք է մարդու։ Որդին հոր ճանապարհն է բռնել։ Հարությունը Եվրոպայի միջև 23 տարեկանների փոխ-չեմպիոն է ու առաջիկա օրերին էլ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում փորձելու է արծաթը փոխարինել ոսկով։ Արամ Մանուկյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։